Երևանն ու ֆրանսիական Իլ-դե-Ֆրանսը շարունակում են ամրապնդել գործընկերային կապերը։ Այս առիթով Երևան է ժամանել Փարիզի Իլ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի միջազգային եւ ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Ստեֆան Բոդեի գլխավորած պատվիրակությունը։ Երևանի քաղաքապետարանում նրանց ընդունել է փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։ Հանդիպման եւ դրան հաջորդած Երևանի քաղաքային զարգացման ծրագրի եզրափակիչ համաժողովի ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը քաղաքային զարգացման տարբեր ոլորտներում։ Ի թիվս այլ ծրագրերի քաղաքային տնտեսության զարգացման գործում մեծապես կարևորվում է դեռևս 2022 թվականին մեկնարկած Երևանի քաղաքային փոփոխությունների ծրագիրը։ Մեր իրականացվող ծրագրերը շատ կոնկրետ են եւ Երևանի քաղաքապետի կողմից էլ խնդիրը դրվել էր, որպիսի դրանք լինեն համահունչ մեր ծրագրերի հետ։ Մասնարարպես կարող եմ օրինակ բերել, որ Երևանի հանրային տրանսպորտի կառավարման ոլորտում, մասնարարպես մեր գծանշումների ոլորտում, GIS ուսուցման ոլորտում, այսինքն դա աշխարհատեղեկատվական համակարգի, այն համակարգի, որի վրա հենված է ամբողջ քարտեզագրումը, ամբողջ քաղաքային ծրագրերը եւ դրանք սինխրոնիզացվում են այդ GIS համակարգի հետ, դրա ուսուցման ծրագրերը եւս շատ կարեւոր են եւ մենք հենց հիմա գտնվում ենք դրա ինտենսիվ իրագործման փուլում։ Բավականին արդյունավետ է, երբ քո ծրագրերի իրականացման ընթացքում դու ունես այն բարձր միջազգային փորձը, որը որ այսօր կարող եք տեսնել Փարիզում կամ աշխարհի ամենազարգացած քաղաքներում։ Երևանի եւ Իլ-դե-Ֆրանսի միջև առկա արդյունավետ փոխգործակցության մասին են վկայում նաեւ կողմերի պատրաստակամությունը գործընկերային սերտ կապերը շարունակելու եւ դրանք ավելի ամրապնդելու նպատակով։ Նախատեսվում են իրագործել համատեղ այնպիսի ծրագրեր, որոնք ներառում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։ Առաջիկայում իրագործվելիք ծրագրերից մեկը վերաբերում է աղբահանության ոլորտին, մասնավորապես շրջանաձև տնտեսության մոդելի ներդրմանը։ Թափոնները պատշաճ կերպով հավաքելու եւ դրանք տեսակավորելու գործում Երևանն արդեն իսկ բավականին մեծ արդյունք է գրանցել։ Սակայն հաջորդ փուլը, որը ենթադրում է աղբի վերամշակում եւ վերաօգտագործում, կարեւոր եմ համարում նշել, որ այստեղ մեծ դեր ունի փորձի փոխանակումը։ Դրա շնորհիվ Փարիզի հաջողված փորձը կիրառվելու է Երևանում եւ այդ առումով մենք դեռևս ունենք մեծ անելիքներ։ Այս եւ այլ արդեն իրականություն դարձած ծրագրերի գործում կարևոր է բոլոր այն գործընկերների դերը, որոնց թե ֆինանսական եւ թե տեխնիկական աջակցության շնորհիվ հեռանկարային է դառնում նոր ծրագրերի կյանքի կոչումը։